Ինչպես արդեն հայտնի է, սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ՉԵԿ անցկացնի քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպել։ Հավաքի մասնակիցները երթով շարժվել էին դեպի ազգային ժողով, որտեղ պետք է տեղի ունենար սահմանադրական փոփոխությունների փաթեթի քվեարկությունը։ Ազգային ժողովի դիմաց խաղաղ բողոքի ակցիան վերածվել էր ոստիկանության հետ բախման։ Արդյունքում բերման էր ենթարկվել 21 ակտիվիստ, ովքեր ավելի ուշ ազատ արձակվեցին։ Նախաձեռնության անդամները իրենց նկատմամբ ոստիկանության գործողություններն ավելի ուշ համարեցին անօրինական։ Մեծ մայթերից առևանգել են, պնդում էին նրանք։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն էլ այդ օրը եղան ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Ակտիվիստներն նրանց ներկայացրեցին իրենց բողոքները ոստիկանության գործողությունների վերաբերյալ։ Այդ ժամանակ օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը մեզ փոխանցեց, որ իրենք կսպասեն ոստիկանության կողմից համապատասխան գրավոր մեկնաբանության, այնուհետև օմբուդսմենն իր եզրակացությունը կներկայացնի։ Տեղի ունեցածից անցել է մի քանի օր, սակայն ոստիկանությունը դեռ պատասխան չի ուղարկել օմբուդսմենի գրասենյակին։ Առաջին լրատվականի հետ զրույցում օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանն ասաց, որ օրենքով նախատեսված է 30-օրյա ժամկետ, սակայն իրենք հաշվի առնելով հարցի հրատապությունը պատասխանն ակնկալում են ստանալ ավելի շուտ։ Ժամկետների խախտում տեղի չի ունեցել։ Երբ կստանանք ոստիկանության գրավոր պատասխանն, այդ ժամանակ էլ օմբուդսմենն իր վերջնական գնահատականը կտա ազգային ժողովի մոտ տեղի ունեցած դեպքերին, ասաց Գրիգորյանը։ Հենց նույն օրը մարդու իրավունքների պաշտպանն դիմում է ստացել, դիմումի շրջանակներում հարցում է ուղարկվել ոստիկանություն, բոլոր խնդրահարույց հարցերի վերաբերյալ պարզաբանումներ են պահանջվել, հարցադրումներ են արվել մեր կողմից, եւ այդ հարցադրումների պատասխանը ստանալուց հետո մարդու իրավունքների պաշտպանի ամբողջական գնահատականը կլինի։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ մեզ փոխանցեց, որ առաջիկա 2-3 օրերի ընթացքում իրենք ՄԻՊ-ի գրասենյակին կպատասխանեն։ Մինչ ոստիկանությունը կպատասխանի Կարեն Անդրեասյանի գրասենյակի գրավոր հարցմանը, փաստաբան Տիգրան Եգորյանը եւ մի քանի այլ փաստաբաններ պատրաստվում են վարչական հայց ներկայացնել ընդդեմ ոստիկանության։ Մենք գործողություններ արդեն իսկ ձեռնարկում ենք, արդեն իսկ հարցումներ ենք ուղարկել ճշտելու համար, պարզաբանելու համար այն իրավական հիմքերը, որոնց շրջանակներում ենթադրաբար կամ իրենց կարծիքով գործել են ոստիկանները, այն նպատակները, որոնք փորձել են իրականացնել, եւ ներկայացնելու ենք հայցադիմումներ վարչական դատարան ընդդեմ ոստիկանության։ Հիշեցնենք, այդ օրը բերման ենթարկվածների մեջ են եղել մի քանի փաստաբաններ, այդ թվում Տիգրան Եգորյանը։ Եգորյանը մեծ հետ զրույցում վստահորեն ասաց, որ ազգային ժողովի դիմաց ոստիկանության գործողությունները եղել են հատուկ հրահանգով, այն էլ քաղաքական։ Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ, նրանք ինչպես միշտ գործել են հատուկ հրահանգով, վրեժխնդիր լինելու տարբերակով, նշեց նա, հավելելով, որ ակցիայի ժամանակ ոստիկանությունը բերման էր ենթարկում ԱԺ падգամավորի, ում անձեռմխելիության իրավունքը դրանով խախտվել է։ Հոկտեմբերի 5-ին ազգային ժողովի դիմաց տեղի ունեցածը համեմատելով հունիսի 23-ի առավոտյան Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածի հետ ստացվում է մոտավորապես նույն պատկերը։ Հիշեցնենք, հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց նստացույցը, ընթացքում բերման ենթարկելով եւ տարբերանշանով լրագրողներին եւ նստացույցի մասնակիցներին։ Միանշանակ է, որ ոստիկանությունը գործում էր ոչ թե իր գործառույթների շրջանակներում ծառայելով ժողովրդին, իրականացնելով սահմանությամբ իր վերադրված պարտականությունները, այլ գործում էր հրահանգի շրջանակներում, դա ընդհանրապես վրեժխնդրության նպատակ էր հետապնդում։ Փաստաբան Եգորյանը վերջում հավելեց, որ ոստիկանությունը պետք է պաշտոնապես ներողություն խնդրի։ Այս ամենը մի մեծ կեղծիք է, որը չեն թաքցնում նաև ներքին խոսակցություններում ոստիկանները։ Քրիստինա Աղալարյան, Արթուր Ղարամանյան, Առաջին լրատվական։